Ես շատ եմ շուտ արթնանում ու գնում եմ լվացվում եմ։ Ես կարող եմ հեռախոս եմ նայում, իմ խաղերն եմ խաղում, չեմ սիրում, երբ ամառային արձակուրդները շատ են արագ անցնում, որովհետև չեմ հասցնում շատ բաներ խաղալ կամ հեծանիվ քշել։ Ես արթնանում եմ շատ ուշ, քանի որ հիմա ամառային արձակուրդներ են եւ ուզում եմ մի քիչ քնել, օգնում եմ մայրիկիս տան գործերում եւ պատրաստվում եմ, որպեսզի գնամ կավի։ Ես սիրում եմ այդ լճերը, սարերը կամ առավոտները հեծանիվ քշել կամ հայրիկիս օգնել, եթե տարբեր գործեր է լինում։ Մեր Վարդաբլուր գյուղում սիրում են, որ առավոտյան ման եմ գալիս լճերի մոտ։ Այդտեղ ցենց իրանց ձենը շատ է լավը, ոնց որ այդ վարարի ձենը։ Ես սիրում եմ, որ ընկերներիս հետ խաղում եմ առավոտից մինչև երեկո։ Սարերը սիրում եմ, որովհետև ես այդտեղ լիքը գնացել եմ փոքր ժամանակ, 6 կամ 5 տենց տարեկաններում կամ 7։ Կավագործության տեղը ամենաառաջին անգամ բերել է իմ քույրիկը։ Ես շուտ որ չգիտեի այդ խմբակի մասին, չգիտեի այդտեղ ինչ են անում։ Շուտ ես հենց գիտեի, որ դա 10 տարեկանից մեծերը միայն կարող են գնալ, իսկ ես փոքր էի ավելի, բայց քույրիկս ասավ, կարող ես դու եկալ։ Մենք արդեն եկանք ու բոլորը թռչուններ էին անում, տարբեր գործիքներով, բաներով, այնտեղ տարբեր բաներ են էլի սարքել, կավին որ ձեր տվեցի, համարյա ցեխի նման էր ցեխով որ խաղում էինք, կավին ձեր տալը շատ հավես էր։ Երբ մշակում էինք, շատ լավ էր իրան կպնելը, դա կավը շատ փափուկ էր ու հավես էր լինում կավով աշխատելը։ Դժվար էր, շատ դժվար էր, որտեղ չգիտեի ինչպես անել, ինչ պատրաստել կավից, բայց ընկեր Արմինեն ուսուցիչը շատ օգնեց ինձ ու ասեց, ցույց տվեց ինչ կարելի է պատրաստել, ոնց պատրաստել։ Այսօր ձեզ նենց հավես կավ եմ տալու, այնքան փափուկ ուտելու կավ։ Ուտելու։ Հա, որ տեսանք էր Արմինեին, սկզբից հենց իմացա, որ ինքը բարի չի, ջղայն է, բայց որ անցան տարիներ ես հասկացա, որ ինքը շատ բարի է, ազնիվ է, հոգատար է։ Սկզբում ես ամաչում էի նրան հարցեր տալ, բայց մի քանի դաս անցկացնելով նրա հետ ես հասկացա, որ ընդհանրապես պետք չէ ամաչել, ինչ որ հարցեր տալու, ես սկսեցի հարցեր տալ։ Արվեստը իմ համար հաճույք է, ես այդ շատ եմ սիրում, որ ուզում եմ մեծանամ, երկու բանով զբաղվեմ, համ լինեմ ըմբշամարտիկ, համ արվեստով զբաղվեմ, էլի տարբեր բաներ պատրաստեմ, մեծ քանդակներ։ Մենք ամբողջ խմբով ինչ-որ բան ենք պատրաստում, կամ կավից կլինի, կամ ինչ-որ մի նախագիծ կլինի, մենք ավելի շատ բան կարող ենք անել, քան եթե ինչ-որ մեկը առանձին ալի, առանձին լավ բան կարող ենք անել, բայց ավելի դա երկար կտևի։ Միասնական ավելի շատ բան կարանք անենք, քան առանձին։ Հիմա ինչ ենք անում, հիմա ես գնալու եմ ներս, դուք մեկներ, որ հայցի։
Եթե իմ մոտ բան չի ստացվում, ես չեմ տխրում կամ օրինակ չեմ ուզում հեռանալ այստեղից։ Ընկեր Արմինեն ասում է՝ մի տխրեք, ոչ մի բանից, որովհետև կյանքում մարդը պետքա գոնե մի քանի անգամ սխալվի։ Եթե մենք կյանքում չսխալվենք, մենք ոչ մի նոր բան չենք սովորի։